Այս տարի ամենայն հայոց Գարեգին II հայրապետը մեծ իրադարձություն պարգևեց Սուրբ Սարգսի տոնին։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից առաջնորդանի Սուրբ Սարգիս եկեղեցի բերվեցին Սուրբ Սարգիս զորավարի մասունքները։ Տոնի օրը հունվարի 26-ին Սուրբ Պատարագի սկզբում Տեր Շահե Քահանա Հայրապետյանը Սուրբ Աջի մեջ ամփոփված Սուրբ մասունքներով շրջեց եկեղեցում եւ ներկաներին հնարավորություն տրվեց համբուրելու Սուրբ Աջը եւ օրհնություն ստանալու։ Սուրբ Պատարագի ավարտին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը Սուրբ Աջով երիտասարդների օրհնության կարգ կատարեց, որից հետո Սուրբ Սարգսի մասունքներով Սուրբ Աջը դրվեց Սուրբ Ավետարանի կողքին երկրպագության համար։ Նույն օրը թեմի բոլոր եկեղեցիներում կատարվեց երիտասարդների օրհնության կարգ, իսկ Սուրբ Սարգիս անունը կրող եկեղեցիները բաց էին մինչև ուշ գիշեր։ 8 տարի անընդմեջ Արարատյան հայրապետական թեմն առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի օրհնությամբ Սուրբ Սարգսի տոնի միջոցառումներ է կազմակերպում։ Սուրբ Սարգիս զորավարի տոնի տոնախմբություններն այս տարի մեկնարկեցին զորամասերից, հոգևորականների օրհնությամբ, ուրախ երգ ու պարով, խաղերով եւ մրցանակներով միջոցառումներ կազմակերպեցին Երևանի Արմենակ Խամփերյանի անվան ռազմաօդային ինստիտուտի Խանաքեռի հատուկ նշանակության բրիգադի եւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի զինծառայողների համար։ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի Ռոտոնդա թատերախումբը բեմականացրեց վարքը, կազմակերպեց Սուրբ Սարգսի վիկտորինաներ եւ մրցանակներ խաղարկեց Արաբկիրի զինվորական հոսպիտալում Ազատամարտիկ Արման Հովհաննեսյանի անվան Էրեբունու համար 154 դպրոցում, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում եւ Հովհաննես Թումանյանի անվան տուն-թանգարանում։ Հունվարի 25-ին առաջնորդանի Սուրբ Սարգիս եկեղեցում Արարատ երիտասարդաց միությունը կազմակերպեց խոքման արարողություն, որից հետո Երևան հեռուստաընկերությունը Կարապի լճի տարածքում կազմակերպեց բացօթյա միջոցառում Արարատյան հայրապետական թեմի եւ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Ծրագրում առկա են ուրախ երգեր ու պարեր, տոնը խորհրդանշող ձիավոր, սիրո յուրահատուկ խոստովանությունների մրցույթ, մրցանակներով, աղաբլիթներ, բասիկներ, փուչիկներ։ Եվ իհարկե ձեր նվեր մրցանակը Արարատյան հայրապետական թեմի կողմից Սուրբ Սարգսի տոնին հունվարի 26-ին Արարատյան հայրապետական թեմը եւ գեղագիտության ազգային կենտրոնը երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնին կազմակերպեց մանկապատանեկան տոնական ցուցահանդես։ Կենտրոնի սաների վառ գույներով յուրահատուկ թեմատիկ լուծումներով աշխատանքները երկրորդ տարին հիացնում են ցուցահանդես եկող յուրաքանչյուր այցելուի։ Այս տարի կենտրոնի մանկապատանեկան ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը կնոջ եւ որդիների հետ։ Նույն օրը նկարիչների միության տանը բացվեց երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդես։
Սուրբ Հովհաննես եկեղեցու բակից մեկնարկեց խաչերթ դեպի Սիրահարների այգի։ Հոգևորականների առաջնորդությամբ մասնակից երիտասարդներին ուղեկցեցին Սուրբ Սարգսի կերպարը խորհրդանշող ձիավորը, դրոշակակիրները եւ թմբկահարները։ Խաչերթի մասնակիցները Սիրահարների այգում մասնակցեցին յուրահատուկ համերգային ծրագրին։ Հունվարի 26-ին ժամը 15:00-ից երիտասարդների բարեխոհ Սուրբ Սարգսի տոնին Արարատյան հայրապետական թեմը Պողոսյան պարտեզներում կազմակերպեց ավանդական դարձած մեծ տոնախմբություն։ 5 տարի անընդմեջ Սիրահարների այգում համերգային ծրագիր է կազմակերպվում։ Տոնը խորհրդանշող ձիավոր է շրջում, ներկաներին թեմատիկ նվերներ են բաժանում։ Համերգին մասնակցեցին հոգևորականներ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Սուրբ Սարգսի տոնին Սարգիս եւ Սարգսյան գերդաստաններին շնորհավորում են անվանակոչության տոնի արդիվ, եւ պատահական չէ, որ մի քանի տարի է, ինչ Սուրբ Սարգսի տոնախմբությունն իրականանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Այս տարի համերգին հնչեց 2 նոր երգ, Աննա Խաչատրյանի կատարմամբ։ Երգերի երգահանն ու հեղինակն է շուրջ 500 հոգևոր, ազգային, էստրադային երգերի հեղինակ, հայորդաց տների տեսուչ Տեր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը։ Նոր երգերից մեկը նվիրված էր Սուրբ Սարգսի, իսկ մյուսը հայոց բանակի տոներին։ Իդեպ, այս երգերը եկող ամսից կարող եք լսել Քահանա.am կայքում։ Համերգին ելույթ ունեցան Արարատյան հայրապետական թեմի ծաղկազարդ համախումբը, Արարատ երիտասարդաց միության համանուն պարախումբն ու երգչախումբը, Սոֆի Մխեյանը, Վարդան Բադալյանը, Ռուզան Ավետիքյանը, Միրամ Ծառուկյանը, Արսեն Գրիգորյանը։ Համերգավարներն էին Աննա Ավանեսյանը եւ Արտավազդ Ամիրյանը։ Ես մի մուճար, դու մի մուճար, և որ աշուն գաբանով, կրպասակվենք մեր կան պաճարան, ուշ եկով ու բանով, բերեմ քեզի կարմիր սոլեր, քեզի բերեմ շորեր խաս։ Ես չէ, ինձ հավատամ պետք չէ, ես սիրելն մեղ չէ, հանգավ չասես չէ, ինձ միեսա չէ, ինձ հավատամ պետք չէ, ես սիրելն մեղ չէ, հանգավ չասես չէ, արի սիրում մի գնա, ինձ անից մի հերանա, Ամեն տարի տոնական միջոցառումներ են կազմակերպվում Նոր Նորքի եւ Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցիները։ Արգավանդի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր Քահանա Հովհաննիսյանն Արգավանդի 5 դպրոցներում կազմակերպում է շարադրությունների մրցույթ, թեմի կողմից մասնակիցներին հուշանվերներ, իսկ հաղթողներին նաեւ հոգևոր գրականություն մրցանակներ տրամադրելով։ Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Սուրբ Պատարագից եւ երիտասարդների օրհնության կարգից հետո եկեղեցու բակում Նոր Նորքի հայորդաց տանսաները տոնախմբություն կազմակերպեցին։ Ներկաներին մատաղ բաժանվեց։ Մեծ տոնախմբություն կազմակերպվեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Սուրբ Սարգսի տոնախմբություններ կազմակերպվեցին Հայաստանի բոլոր շրջաններում։ Տոնակատարությունների կազմակերպչական հարցերում մշտապես աջակցում է Երևանի քաղաքապետարանը։ Կենտրոն վարչական շրջանն առաջնորդանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում Սուրբ Սարգսի տոնին ֆլեշմոբ նկարահանեց։ Կենտրոն համայնքի երիտասարդները Տեր Շահե Քահանայի օրհնությամբ բարի միջոցով ներկայացրին Սուրբ Սարգսի տոնը։ Տոնի արդի Վերևունի վարչական շրջանն անցորդներին բացիկներ եւ վարդեր էր բաժանում հատուկ մակագրությամբ եւ տոնական բարեմաղթանքներով։ Սուրբ Սարգսի օրը Սուրբ Սարգսյանն կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո երիտասարդների օրհնության կարգ կկատարվի։ Այսօր ամսի 26-ին ամենայն հայոց Գարեգին Բ. Հայրապետի տնօրինությամբ Սուրբ Սարգսի զորավարի տոնը հռչակվել է երիտասարդների օրհնության օր։
Հեռուստա եւ ռադիո հաղորդավարներն իրենց հերթին բոլորին շնորհավորում էին տոնի արդիվ եւ հրավիրում եկեղեցի Սուրբ Պատարագին մասնակցելու եւ օրհնություն ստանալու, ինչպես նաեւ զանազան միջոցառումներին մասնակցելու։ Այս տարի քահանա ԿՏԵՄ կայքը հնարավորություն ստեղծեց շնորհավորելու Սուրբ Սարգսի տոնը, կայքից ընտրելով Սուրբ Սարգսի սրբապատկերներ եւ համապատասխան աղոթքներ։ Համացանցում այդ նախաձեռնությունը մեծ արձագանք գտավ, եւ զանազան ոլորտներ ներկայացնող մարդիկ միմյանց շնորհավորում էին կայքից բեռներով բացիկներ եւ աղոթքներ։ 006848 հեռախոսահամարի։ Հրավիրում եմ բոլոր երիտասարդներին, սիրահարներին, ուրախ լավ նշելու սիրված երգիչների, հայկական էստրադայի շատ սիրված արտիստների հետ, ամբողջությամբ հաղորդելու ենք լավ ու գեղեցիկ տրամադրություն մեր շատ սիրելի ներկա հյուրերին, ովքեր կլինեն սիրահարների հավատալի։